Բարի երեկո, դուք դիտում եք Բացահարթակ, այսօր իմ հյուրը քաղաքագետ Բարդուղ Գալստյանն է, բարև ձեզ պարոն Գալստյան։ Բարև ձեզ։ Եվ այսպես Վիտալի Բալասանյանը նամակով դիմեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, մեջբերեմ հուսով ենք, որ ձեր միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հայերը հաղթանակի սերունդը կրկին կվերադառնան իրենց պատմական հայրենիք եւ ձեռնարկվելու են անհետաձգելի քայլեր փրկելու հազարամյակների պատմություն ունեցող մշակութային ժառանգությունը։ Նախ կխնդրեմ մեկնաբանել նամակը, հետո արդեն կանդրադառնանք մյուս հարցերին։ Ես կուզեի նախ մեկնաբանել Վիտալի Բալասանյանի երևույթին, հետո նրա հղած նամակը, որովհետև Վիտալի Բալասանյանին քննարկելու եւ վերլուծելու համար նախ եւ առաջ հասկանալ է պետք, որ Վիտալի Բալասանյանը որպես այդպիսին ինքը չէ, այլ նրա քաղաքական կնքահայր Ռոբերտ Քոչարյանը, որը վերջին տարիներին նրա աջակիցն ու հովանավորն է, այսպես ասած, թե Արցախի հանրապետությունում, թե Հայաստանի հանրապետությունում, հետեւաբար դա նրանց եւ ոչ միայն Վիտալի Բալասանյանի դիրքորոշումն է եւ կարծիքը այս նամակի հղում, այլ դա ընդհանուր իրենց թիմի որոշումն է եւ այն ուղեգիծը, որով փորձում են նրանք առաջնորդվել։ Վիտալի Բալասանյանը նախ պետք է պատասխան տա շատ բաների համար, թե որտեղ էր նա 20 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, ինչով էր զբաղված, որտեղ էր նրա որդին, որովհետև ես լինելով արցախցիներից մեկ, արցախայերից մեկը, որևէ ճակատում, որևէ բնագծում չեմ լսել Վիտալի Բալասանյանի որդու ընդհանրապես այնտեղ լինելու մասին, պատերազմին մասնակցության մասին, հետևաբար այդ սրտաճմլիկ տողերով նամակ ռուսաց թագավորին ձեր միջնորդությամբ եւ այլն, դա մեղմ ասած ծիծաղելի է եւ Վիտալի Բալասանյանը ինքը եւս շատ լավ հասկանում է, որ Ռուսաստանը ոչ հնարավորություն ունի, ոչ էլ ցանկություն այլևս Արցախի թեմայով փորձելու այս տարածաշրջանում նոր ձևաչափով ներկայանալու, որովհետև եթե հնարավորություն ունենար կամ ցանկություն ունենար Ռուսաստանը մնալու, կարծում եմ 23 թվականին շատ հանգիստ չեր զիջի Արցախը եւ 120 հազարից ավել հայությանը, այսպես ասած, գաղթի ճանապարհին չեր դնի։ Այսինքն հենց այստեղ հարցը դա է, եթե Ռուսաստանը պետք է միջնորդի, ապա Ռուսաստանը ինչու պետք է հիմա միջնորդի, հենց ձեր ասածով, կարող է ժամանակին պարզապես այնպես անել, որ այդ մարդիկ էթնիկ զտման չենթարկվեին, որ այդ մարդիկ հարկադրաբար չլքեն Լեռնային Ղարաբաղը, եւ այստեղ հարցը հետեւյալն է. ինչու է Վիտալի Բալասանյանը գրել այս նամակը, դուք ասում եք, որ նրա քաղաքական կնքահայրը Ռոբերտ Քոչարյանն է, այսինքն հանրապետության երկրորդ նախագահի հորդորով։ Նախ ասեմ, որ Վիտալի Բալասանյանը այնպես չէ, որ մտավոր հնարավորությունների այնպիսի թույլ բազա ունի, որ չի հասկանում, ինչը հասկանում ենք մենք գոնե։ Նա շատ լավ հասկանում է, որ Ռուսաստանը այդ քայլին գնացող չէ, գոնե առաջիկա տարիներին առավել եւս այդ քայլին գնացող չէ, ելնելով իր հնարավորություններից եւ իր ցանկություններից եւ իր պայմանավորվածություններից Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Այդ ցանկությունն է հետաքրքիր, դուք պարբերաբար շեշտում եք իր ցանկություններից, այսինքն Ռուսաստանը չի ցանկանում։ Այս պահին այո, չի ցանկանում, որովհետեւ նրա շահերը այս պահին խոսում են Ադրբեջանի հետ հարաբերությունների սերտացման, որի վկայությունն էր վերջին ամիսներին Վլադիմիր Պուտինի ջերմ այցելությունը Բաքու, 2 օր առաջ նաեւ կաթողիկոսի Կիրիլի այցելությունը Ադրբեջան եւ այդ շքանշանների համաձայնական անդրադառնանք, ուզում եմ ասել, այսինքն Վիտալի Բալասանյանը շատ լավ հասկանում է, որ դա տեղի չի ունենալու եւ խնդիրը այստեղ այլ բան է։ Տարբեր ճակատներով, նույն թիմի տարբեր ճակատներով փորձում են թիրախավորել Հայաստանին եւ Հայաստանի իշխանություններին, փորձելով անընդհատ շահարկել Ռուսաստանին, օգնության կանչելու Ռուսաստանին, բայց խնդիրը այստեղ ոչ Արցախն է, ոչ Արցախահայությունը, ոչ էլ Արցախահայերի հետ վերադարձը։ Դա որևէ աղերս չունի իմ ասածների հետ եւ նրանց նպատակը մեկն է՝ Հայաստանում ցանկացած գնով գալ իշխանափոխության, դառնալ Ռուսաստանի տարածքային փոքրամասնության գուբերնիայի կարգավիճակի ինչ որ բան, իրենք էլ որպես գուբերնատորներ եւ մանր-մունր ղեկավարներ փորձեն տնօրինել Հայաստանի ճակատագիրը։ Այսինքն այստեղ հարցը ամենևին էլ չեք համարում Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձը դեպի Լեռնային Ղարաբաղ, այստեղ քաղաքական ինչ որ ցանկություններ, նկրտումներ կան։ Իհարկե, բացարձակապես հնարավոր չէ այս բանը Ռուսաստանի հետ որևէ հույս կապել եւ դա իրենք եւս դա շատ լավ հասկանում են։ Ռուսաստանը թե կարող է մի բան անել, այստեղ խժդժություններ հրահրելով Հայաստանում իշխանափոխության գալն է։ Այլ բան Ռուսաստանը այս բանը ոչ հնարավորություն ունի, ոչ ցանկություն։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին, որ չեն հավատում, որ նամակը գրել է անձամբ Վիտալի Բալասանյանը, նրանք կարծում են, որ նամակը գրվել է Երևանում Ռուսաստանի դեսպանատանը եւ դրա հեղինակը անձամբ դեսպանն է։ Ադրբեջանցիները բավականին ավելի հեռատես են իրենց արտաքին քաղաքականությամբ, որը ցույց տվեց վերջին տարիների գործողությունները։
Եվ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ Ռուսաստանի հետ չափից ավել մերձեցումը իրենց համար շատ ավելի բացասական հետևանքներ կարող է ունենալ։ Չնայած այն, որ Ռուսաստանի բարձր պաշտոնյաների ընդունելությունները, այդ ֆորմալ ձևական բնույթի հանդիպումները, ճաշկերույթները, ներկայացումները, Ադրբեջանը բացարձակապես չի կրկնելու 2013 թվականին մեր կատարած հիմարությունը, չի դառնալու Ռուսաստանի այսպես ասած մաս եւ նրա ծրագրած ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊ եւ այլն շրջանակներում չի ընդգրկվելու, հետեւաբար նրանք փորձելու են համենայն դեպս թիրախավորել նաեւ Ռուսաստանին եւ չեմ կարծում, որ դրա մեջ ճշմարտություն կա, սակայն դա երկկողմանի մեղադրանք է եւ Հայաստանի, Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինչու՞ չէ նաև Ռուսաստանի դեսպանատանը ռուսական կողմին ցույց տալու համար, որ Ռուսաստանը չփորձի հանկարծ դրա մասին մտածել անգամ, դրա մասին բարձրաձայնել անգամ, նախորոք իրենք նախարարցակ լինելով այս գործընթացներին։ Պարոն Գալստյան, համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Ադրբեջանի նախագահի տիկնոջը Մեհրիբան Ալիևային պարգևատրել է ռուս ուղղափառ եկեղեցու առաջին աստիճանի շքանշանով հասարակության մեջ ավանդական արժեքների պահպանմանը, ինչպես նաև մշակութային եւ կրոնական երկխոսության խթանմանը նպաստելու համար։ Մենք գիտենք, որ 2020 թվականից ի վեր Ադրբեջանի կողմից բացահայտ կերպով ոչնչացվում են հայ ժողովրդի հոգևոր ժառանգությունը, քրիստոնեական մի շարք եկեղեցիներ եւ այսպիսի պարգևատրում։ Ես արդեն սկսել եմ հավատալ, որ Կիրիլը ընդհանրապես կապ չունի ոչ քրիստոնեության հետ եւ ոչ քրիստոնեական արժեքների հետ։ Ես շատ կուզեի լսել ինչ արժեքների եւ ինչ գործողությունների համար է պարգևատրվել Մեհրիբան Ալիևան, այսինքն ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին է խոսքը, թե Արցախում գտնվող բազմաթիվ հոգևոր մշակութային օջախների կանաչ ժամ, եթե չեմ սխալվում։ Իհարկե, կանաչ ժամը, ինչու՞ չէ նաեւ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին խոսք է գնում նաև ռեստավրացիայի մասին, թե Դադիվանքի, թե Գանձասարի եկեղեցիների մասին, որոնք խեղում են, խեղաթյուրում են պատմությունը եւ իրականությունից հեռու են տանում այդ, եւ այդ պատրվակով եւ այդ նպատակի համար պարգևատրել Ռուսաստանի հոգևոր առաջնորդի կողմից դա մեղմ ասած զավեշտալի է։ Սա որևէ կապ չունի ոչ արժեքների պահպանման, ոչ քրիստոնեության հետ կապված Ադրբեջանի դիրքորոշման հետ, սա ընդհանրապես քաղաքական ժեստ էր, ինչու՞ չէ նաև եւս իր հետ ունի մեկ նպատակ, Ադրբեջանում ապրող բավականին մեծ թվով քրիստոնյա համայնքի վրա ազդեցությունը, ռուսական ազդեցությունը պահպանելու։ Ենթադրում եմ սա էր այցի հիմնական նպատակը։ Այո, Ռուսաստանին նամակ հղողները, նամակ գրողները այս երևույթները անտեսում են, չեն տեսնում։ Նրանք ոչ միայն այդ երևույթները, դրանք գլոբալ վերցրած Ռուսաստանի քաղաքականությունը վերջին տարիներին մեր վրա ունեցած բացասական իր բոլոր հետևանքներով փորձում են կոծկել եւ փորձում են մեղադրանքի սլակն ուղղել գործող իշխանություններին, նվաստացնելով ոչ միայն իշխանությունների վարկանիշ, այլև Հայաստանի պետության, Հայաստանի ինքնիշխանության վարկանիշը, փորձելով ստորադասելով մեր ինքնությունը գալ իշխանության, փորձել իշխանափոխություն իրականացնել, չհասկանալով, որ դրանով առաջինը խոցում են Հայաստանի ինքնիշխանության հնարավորությունները։ Վերջերս մամուլում տարբեր հրապարակումներ հայտնվեցին, ըստ որոնց Լեռնային Ղարաբաղի պատգամավորները պատրաստվում են նախագահ ընտրել, քանի որ Սամվել Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է։ Նախ հետաքրքիր է այստեղ շարունակում է աշխատել Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի Երևանում եւ ինչ ասել է նախագահ ընտրել, պարոն Գալստյան։ Նախ ինձ համար խիստ ցավալի է Արցախի 20 թվականին ձևավորված խորհրդարանի կերպարը, որովհետև դա կարծես թե Հայաստանի ցավոք իշխանությունների կամ թույլտվության կամ հովանավորության արդյունքում ձևավորված խորհրդարան էր 20 թվականին, որովհետև նախկին իշխանությունների այն մնացորդները, որոնք կարողացան խորհրդարան ձևավորել եւ ներկայանալ որպես ազգի հիմնական խոսնակ, այսօր իրենց իրական դեմքը ցույց են տալիս։ Նախ ինչ է նշանակում շարունակել իշխանավարել, եթե նույն նախագահ կոչված Շահրամանյանի ձեռամբ ստորագրված փաստաթղթով լուծարվում է Ղարաբաղը, կամ իրենց ասելով չկա այդ փաստաթուղթը, բայց պայմանավորվածություններ են եղել Արցախը լուծարելու մասին, լուծարված Արցախի պարագայում ինչ Արցախի իշխանության մասին կարող է խոսք գնալ, ինչ Արցախի խորհրդարանի մասին կարող է խոսք գնալ, եւ այն էլ սրանից հետո առանց Արցախի ժողովրդի կարծիքը հարցնելու, ընդհանրապես վերարտադրվելու գործընթացներ, պրոցեսներ իրականացնելու։ Այսինքն որևէ արցախցու հարցրել են, ցանկություն կա, նպատակ կա Շահրամանյանին ընդհանրապես
տեսնել ղեկավարի պաշտոնում, տեսնել Արցախի նախագահի պաշտոնում։ Կարող է մեկ ուրիշին են առաջադրում, բայց ամեն դեպքում այդ քննարկումը ինքնին արդեն ռիսկային չի։ Իհարկե, դա արդեն անընդունելի է, բայց այստեղ նաև իր մեղքի մեծ ու շատ մեծ բաժին ունի գործող իշխանությունները, որովհետև ուղղակի միայն վարչապետի 1-2 անգամ արված հայտարարությունները, որ Հայաստանում իշխանությունները միայն մեր իշխանություններն են, երկրորդ իշխանություն լինել չի կարող, դա բավարար չէ։ Դա պետք է ունենա քաղաքական եւ իրավական հետևանքներ եւ շարունակություն։ Այսինքն բացարձակապես պետք է արգելվի նման գործողությունները, իրավական դաշտ պետք է բերվի դրա ֆորմալ բնութագրում է, այսպես ասած, այլապես նման դրսևորումները բերելու են իր հետ շատ ավելի վատ հետևանքների, քաղաքական նոր խժդժությունների, քաղաքական նոր վայրիվերումների առիթ տալով։ Ես կարծում եմ, որ իշխանություններն այստեղ ունեն շատ մեծ բացթողում եւ կարծում եմ, եթե անհրաժեշտություն կա արցախահայերի հետ աշխատելու, կարծում եմ Հայաստանի իշխանությունների եւ արցախահայերի առողջ կորիզի հետ կարելի է ձևավորել մի մարմին, որը կզբաղվի արցախահայերի խնդիրներով, վերաբնակեցման ծրագրերով, գույքի փոխհատուցման խնդիրներով, այսինքն Արցախի խորհրդարան եւ Արցախի նախագահ երևույթն ընդհանրապես բացառել է պետք իրականությունից եւ դա պետք է իրականացնի Հայաստանի իշխանությունները։ Բայց Մետաքսե Հակոբյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղը նախագահ պետք է ունենա, պետական ինստիտուտները պետք է պահպանվեն։ Մետաքսե ով է, իսկ ով է Մետաքսե Հակոբյանը։ Մետաքսե Հակոբյանը Վիտալի Բալասանյանի ցուցակով խորհրդարան մտած եւ նորից եմ կրկնում Հայաստանի թույլտվությամբ խորհրդարան մտած մի անձ է, որը որևէ կապ չունի Արցախի ժողովրդի ընդհանրապես հոգսերի, Արցախի ժողովրդի խնդիրների եւ խնդիրների։ Այդ հոգսերի խնդիրների մասին խոսեցիք, մենք դեռ կանդրադառնանք, բայց այդուամենայնիվ նաև ազգային անվտանգության տեսանկյունից այս քննարկումներն արդեն ինքնին ռիսկային չեն։ Իհարկե, ես նոր շեշտեցի, որ իշխանությունները շատ անելիք ունի, որովհետև չի կարելի թույլ տալ, որ Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի սահմանադրության շրջանակում տեղի ունենան հակասահմանադրական գործընթացներ, որոնք հետագայում ունենալու են շատ ավելի վատ հետևանքներ։ Ես կարծում եմ, որ ազգային անվտանգության տեսանկյունից խիստ վտանգավոր եւ խոցելի է նաեւ վերջին օրերին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները, մամուլի ասուլիսում կարծեմ, որ Հայաստանն է մեղավոր եղել եւ կարծես թե Հայաստանն է ագրեսորը 20 թվականի պատերազմի հրահրման, Ադրբեջանի հարձակման, դա եւս լուրջ անվտանգային խնդիր է Հայաստանի Հանրապետության համար եւ դրա համար եւս պետք է լուրջ սթափ գործողությունների գնա Հայաստանի Հանրապետության իշխանությունները։ Պարոն Գալստյան, տեսեք, դուք երկար տարիներ ապրել եք Լեռնային Ղարաբաղում եւ հիմա մենք տեսնում ենք այս քննարկումները, նամակ Ռուսաստանի նախագահին, չգիտեմ, Լեռնային Ղարաբաղի նախագահի ընտրություն, падգամավորների քննարկումներ։ Արդյոք այս ամենի փոխարեն հնարավոր չէր իրականացնել հենց նույն արցախահայերին աջակցելու ծրագրեր, որովհետև մենք գիտենք, որ բազմաթիվ արցախցիներ ամեն դեպքում ունեն սոցիալական լուրջ խնդիրներ, աշխատանքի տեղավորման առումով, այսպես ասած, հարցեր են առաջանում երբեմն, արդյոք այդ մարդկանց հնարավոր չէ օգնել, այս ամեն ինչի փոխարեն զբաղվել արցախցիներին օգնելու ծրագրերով։ Ես անկեղծ նոր ասացի, որ ընդհանրապես այս մարդիկ որևէ կապ չունեն արցախցիների եւ Արցախի խնդիրների հետ։ Այս մարդկանց հիմնական նպատակը Արցախը, արցախցիներին, արցախցիների խնդիրները շահարկելով Հայաստանում քաղաքական պրոցեսների փոփոխություններ իրականացնելու նպատակ են։ Այսինքն, եթե մարդիկ իսկապես նպատակ ունենային, մենք գիտենք, թե ինչքան արցախցիներ կան նախկինից Հայաստանում մեծ հնարավորությունների տեր եւ շատ մեծահարուստներ կան, որ կարող են իրականում օգնել արցախցիներին։ Որոնք իհարկե կարող են այս խնդիրները գոնե մի մասը իրենց վրա վերցնել եւ խնդիրներն ավելի դյուրին դարձնել գոնե պետության համար, դժվարությունները հաղթահարելու։ Սակայն նորից կրկնեմ, այս մարդկանց եւ այս խմբերի նպատակը բացարձակապես արցախցիներն ու իրենց խնդիրները չեն։ Այս մարդկանց նպատակը արցախցիների անունով Հայաստանում ամեն ինչ պղտորելն է, ամեն ինչ փչացնելն է։ Որովհետև իրականում կան մարդիկ, որ այդ օգնության կարիք ունեն, կապ չունի նրանք ապրում են Երևանում, թե սահմանամերձ հատվածներում։ Իհարկե, կան եւ այդ շատ են այդ մարդիկ, բավականին մեծ թիվ են կազմում եւ չի կարելի թե Հայաստանի Հանրության կողմից, թե Հայաստանի իշխանությունների կողմից դիտարկել արցախահայերին որպես փողատերեր, որպես մեծ հնարավորությունների տեր մարդկանց։ Դրանք ընդամենը 5-ից 10%-ն են կազմում, որոնց անձնապես եւ 10%-ը պետք է օգնի նաեւ այն մյուսներին էլ, որովհետեւ այդ մարդիկ հարստացել են նույն արցախցիների կյանքի քրտինքի հաշվին ինչի մասին է խոսքը։ Մարդիկ, որոնք հարստացել են երկիր թալանելով, որոնք հարստացել են շարքային արցախցու, շարքային հայաստանցու, հարկատու հայաստանցու հաշվին,
ինչպես եք կարծում, այսօր փորձելու են օգնել վատ վիճակում գտնվող, ծանր վիճակում գտնվող արցախցիներին, դա պարզապես ծիծաղելի է։ Չեն օգնում։ Միանշանակ նման բան լինել չի կարող, այն մարդիկ, որոնք հնարավորություն ունեն ինչ-որ բան անելու, բացարձակ որպես օգնություն այդպիսին շարքային արցախցիներին ես չեմ լսել որևէ արցախցու, որևէ ընտանիքի, որը աջակցություն ստացած լինի նախկին իշխանություններից, նրանց սպասարկող անձնակազմերից, նրանց արբանյակներից։ Մոտ մեկ շաբաթ առաջ Իրանի նախագահը Ադրբեջանում էր, պարոն Գալստյան, այնտեղ խոսվեց, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները, այսինքն 3+3 ձևաչափով։ Նախ այն, որ Բաքու-Թեհրան հարաբերությունները կարծես թե ավելի ջերմանում են, արդյոք այդ ֆոնին հնարավոր է, որ Իրանը հրաժարվի այսպես կոչված այդ կարմիր գծերից, որոնց մասին պարբերաբար հայտարարել է, եւ արդյոք 3+3-ի շրջանակում պետք է քննարկումները շարունակվեն։ Ես կարծում եմ, որ Իրանը ունի իր քաղաքականությունը եւ իր նպատակները, որոնց շրջանակում նաեւ այս տարածաշրջանում արևմուտքի ազդեցության մեծացումն է, որը այնքան էլ ցանկալի չէ Իրանի Իսլամական Հանրապետության համար, երկրորդը Ադրբեջանի հետ մերձեցումը նաև միտված է Ադրբեջանին իր ճանապարհով, իր տարածքով ճանապարհ տրամադրելու եւ Ադրբեջանի շարժը, այսպես ասած, վերահսկելու գործողություններով, որովհետեւ եթե հանկարծ Աստված մի արածցե մենք ունենանք Զանգեզուրի միջանցքի կամ ճանապարհի տրամադրում Նախիջևան, Բաքու եւ հետո այդ ճանապարհը նաեւ Թուրքիայի հետ կապող բավականին լայնամասշտաբ ճանապարհ դառնալ, մեծ կիրառություն գտնող ճանապարհ, դա խիստ բացասական կարող է անդրադառնալ Իրանի վրա։ Հետևաբար Իրանի մերձեցումները ենթադրում եմ ունի այս երկու նպատակը, փորձելով թե Հայաստանին, թե Իրանի Ադրբեջանին հեռու պահել արևմտյան ազդեցություններից իր սիրաշահումներով, երկրորդը նաև Ադրբեջանին պահել իր կողքին, որպեսզի Ադրբեջանի համար Ադրբեջանը այսպես ասած Իրանից ավելի անկախ գործողությունների չկարողանա անցնել։ Բայց դուք եք այն կարծիքին, որ մենք պետք է գնանք դեպի արևմուտք, դրան զուգահեռ նաև համագործակցելով այլ երկրների հետ, լինի դա Իրանը, Հնդկաստանը։ Միանշանակ համաձայն եմ, որովհետև այլընտրանք չունենք, որովհետև Ռուսաստանը 200 տարուց ավել ապացուցել է իր քաղաքականությունը մեր նկատմամբ, Ռուսաստանը այնքանով է դաշնակից Հայաստանին, ինչքանով այդ պահին իր շահից է բխում եւ այդ պահին իր հնարավորությունները ներում են։ Երբ փոքրանում է կամ թուլանում է հնարավորությունները Ռուսաստանի, քաղաքական առևտուրը միշտ լինում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ տարածքների հաշվին։ Հետևաբար մեզ համար նոր գործընկերների փնտրտուքը կարծում եմ արևմուտքն է, որովհետև արևմտյան արժեքների որդեգրումը մեզ համար նաև շատ ավելի հոգեհարազատ է, քան ասիական հոգեբանությունը, որ այսքան տարի մեզ մատուցվել է, եւ կարծում եմ, որ դեպի արևմուտք մեր քաղաքականությունը չնայած դժվար եւ երկարաժամկետ գործընթաց է, սակայն ավելի հեռանկարային եւ ավելի կայուն։ Դա կլինի թե տնտեսական, թե ռազմական տեսանկյունից։ Մանավանդ որ Ռուսաստանից եւս բարբերաբար հնչում են հայտարարություններ, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի միջև։ Չնայած այդ նույն առևտուրը նրանք շատ լավ անում են Թբիլիսիի եւ Բաքվի հետ, որոնք ԵԱՏՄ անդամ չեն, որոնք որևէ պայմանագիր չունեն ստորագրած եւ առևտրային ծավալները անհամեմատ ավելին են, քան Հայաստանի Հանրապետության հետ։ Հետևաբար ինչումներ իմաստը 2013 թվականին պարտադրաբար մտնելու ԵԱՏՄ, դառնալ ՀԱՊԿ-ի անդամ, որը այսպես թե այնպես կամ գոյություն չունի, կամ գոնե մեզ համար գոյություն չունի, եւ իմ համար գոնե անհասկանալի այսօրվա մեր կարգավիճակը, այսպես ասած, սառեցված կարգավիճակը, որը ոչ այն է, ոչ այն։ Շնորհակալություն։ Եվ շեշտեմ իմ հյուրը քաղաքագետ Բարդուղ Գալստյանն էր, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։